Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ղեկավարած Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը փետրվարի 8-ին Սևան քաղաքում Շահումյան 37 հասցեում բացեց իր նոր գրասենյակը։ Մարզային տանուր գրասենյակներ բացելը մեր համար շատ կարևոր է, որովհետև դա երկխոսություն եւ ներքևից վերև երկիր կառուցելուն ուղղված մարդկանց մտքերն ու խոհերը լսելու խիստ այդպիսի անհրաժեշտությունից ելնելով է, որ բացում ենք մարզային գրասենյակները։ Խաղաղություն, ուժ եւ արդարություն, սրանք են Միասնության թևերին առաջնորդող արժեքները։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը հիմնադրվել է միմիայն պատասխանատվության զգացումից ելնելով եւ հանրային պատասխանատվությունը եւ հանրության կողմից այդ սպասումների հետ կապված մեր դերակատարումը ստանձնելու հստակ մտադրությամբ։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանն անդրադարձավ նախընտրական իրենց ծրագրերին, որոնք առաջիկա ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին մանրակրկիտ կներկայացնեն հանրությանը։ Ազգային ժողովի ընտրությունների անցկացման նորն արդեն հայտնի է։ Թևերը միասնականությամբ բոլորին համախմբելու միտում ունի, մյուս կողմից թռիչք եւ ճեղքում ապահովելու միտում ունի եւ պատահական չի, որ թևավոր ցուլիկը առաջնորդում է մեզ եւ հենց դա մեր սահդարապատի ցուլն է, որը որ նաեւ նախորդ դարի սկզբներին մեզ ճեղքում ապահովեց եւ ըստ էության ազգապահպանման սկիզբը դրվեց այդ առումով։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության եւ Շանթ Դաշինք կուսակցության վարչապետի տեխնացուն Արման Թաթոյանն է, ով ներկա չէր գրասենյակի բացմանը, քանի որ այս օրերին դասախոսությամբ հանդես է գալիս Միացյալ Նահանգների Կոլումբիայի Ելլի համալսարաններում։ Դե մենք հիմա համագործակցություն ունենք Միասնության թևերի հետ, որի վարչապետի տեխնացուն Արման Թաթոյանն է։ Նախաձեռնության անդամներն ընդգծեցին, որ նախաձեռնության յուրաքանչյուր քայլ արվում է սիրով ու նվիրումով, քանի որ թիմը միավորված է մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ծառայել երկրին ու հասարակությանը։ Միասնության թևերը եկել է ասելու, որ մենք միասնական պետք է լինենք, մենք պետք է լինենք համերաշխ, մենք պետք է լինենք մեկս մեկին թև թիկունք կանգնող, ուժ տվող, եւ մենք մեր կենսագրությամբ Միասնության թևերի անդամները, Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամները հենց այդ մարդիկ են։ Մարդիկ, ովքեր քաղաքական կենսագրություն չեն ունեցել նախկինում։ Մենք ապագան տեսնում ենք, որ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր գործողություն պետք է լինի հիմնավորված գիտականորեն եւ գիտելիքի վրա հիմնված լինի։ Ելակետային տվյալները պետք է լինեն իսկապես օբյեկտիվ։ Այդ դրա համար հենց պետք է խնդիրները հավաքագրել, դրանք վերլուծել եւ համապատասխան լուծումներ առաջարկել մեր բնակչությանը, մեր տարածաշրջանին, որպեսզի կարողանանք իրականում ժամանակի արդի խնդիրներով պայմանավորված զարգացում ունենալ։ Շարժման անդամները նշեցին, որ Սևանի Շահումյան 37 հասցեում պատրաստ են լսել քաղաքացիների յուրաքանչյուրի խնդիր, միասին գտնել լուծումներ, ինչպես անհատապես հուզող հարցերի, այնպես էլ մեր երկրի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Գեղամաուր։